Արցազրույցի օր չի, այսօր քվեարկության օր է։ Այս իշխանությունների կողմից հեռացված ԲԴԽ նախկին նախագահ ում է ընտրելու։ Ո՞չ, ձայնագրություն հրապարակվեց։ Ես դիմումով դուրս եմ եկել։ Այո, ձայնագրության հրապարակման Բավական լավված քարոզարշավեր հետևել եք։ Պարոն Ջանգիրյան, իսկ հանուն ինչպիսի Հայաստանի եք ընտրելու։ Ջան, Ինչպիսի հանուն ինչպիսի Հայաստանի եք ընտրելու։ ազատ, ժողովրդավարական եւ ուժեղ։ Հիմա այդպիսի չէ Հայաստանը կարծում եք։ Ինչպես։ Հիմա այդպիսի չէ Հայաստանը։ Իսկ դնում եմ գնում եք այդ Ես ոչ մեկ, ես ժողովրդի աջակցություն։ Ես իշխանության մեջ եմ։ Չէ, միջև այդ եղել։ Ես դատական իշխանությունը անկախ իշխանություն եղել, ես աշխատել եմ դատական իշխանության, այսպես ասած, համակարգող մարմնում։ Ես որևէ կուսակցության մեջ եմ։ Ջանգիրյան, հիմա որքանով անկախ դատական իշխանությունը։ Երեխեք, ես դե շատ եմ խնդրում, թողեք իմ տիկինի մետ այսօր, մեկ ուրիշ առիթով Ջանգիրյան, հիմա որքանով անկախ դատական իշխանությունը։ Ես չեմ կարող ասել, բայց ես հիմա չեմ գնահատել, որտեղ ես հիմա համակարգից արդեն 3 տարի տեղեկություն չունեմ։ Հրապարակումների, որ հետևեք իմ մասին էլ ենթալ բաներ եք գրել, որ իմ կինիկի սուտ է, ես ինչ եմ։ Ես ամեն ինչ անում էի, որ դատական իշխանությունը անկախ անկաշկանդ աշխատել։ Պարոն Ջանգիրյան, բայց ձեր դուք գնահատեք, ստացվում է։ Պարոն Ջանգիրյան, բայց աղմկարից ձայնագրություն հրապարակվեց Հարթազարյանին ինչպես էիք ճշտների ենթարկում ու Ինչ եք ասում, ճշտվեց ինքը։ Ո՞վ է ճշտում։ Ո՞վ է ճշտում։ Բարույթով ասում եք ավելի լավ մի թողի գնա, թե չէ։ Ես քրեական վարույթ իրականացնում եմ։ Ասում եք եթե Այդ պիտի խնդրեմ Վարդազարյանը որտեղ է քվեարկում։ Գնալ իրեն հարց տալ։ Ժամ ու կես այդ ձայնագրությունից ինչի 13 րոպե կրճատել կծրել։ Էլ ինչ էիք ասել, դուք ասեք մնացածը։ Չէ, ես ցույց չեմ տվել երբեք։ Ո՞վ ենք ասի, ինքը սիրում է։ Եկել է հրավիրել են ինձ հաց ուտելու եւ ձայնագրել են։ Հակել եք այդ աջակցությունը։ Իմ համար արդեն ես թոշակի տարիքի մարդ եմ անցել։